հատկապես Քոչարյանների նկատմամբ ատելությունը երբեմն փորձում եմ հասկանալ, թե ինչով է պայմանավորված։ Եվ ես հասկանում եմ, որ մի քանի պատճառ կա։ Առաջինը հավանաբար, որովհետև նախագահ Քոչարյանը Արցախից է, եւ դուք էլ ինչպես հիմա պարզ է դառնում, առաջ պարզ չէր, ամբողջությամբ արցախատյաց եք։ Ես ցավով եմ ասում նաև որպես մարդ, որ ժամանակին ձեզ սատարել եմ։ Ու ես չգիտեմ այդ ատելությունը Արցախի նկատմամբ որ փուլից է գեներացվել։ Դուք ատում եք հավանաբար նաև նախագահ Քոչարյանին, որովհետև ձեզ հետ չի պայմանավորվել։ Ինչպես շատերը 18 թվականից հետո ձեզ հետ պայմանավորված դուրս են եկել կամ պայմանավորված հետ չեն եկել։ Եվ նաև այն պատճառը, որ ինքը հաղթած երկրի ղեկավարը։ Երեք դուք այստեղ մի նկատառում եք անում, որ գիտեք, այդ ձեր հաղթած նախագահին ես հաղթել եմ։ Բայց դա ձեր հաղթածի կեցվածքա։ Հաղթած իրականում ընտրություն հաղթած, փաստացի երկրի ղեկավար հաստատված անձը նման վրեժխնդրությամբ լծվում բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ։ Դա հաղթած մարդու կերպար չի, եւ եթե այդ հաղթածի մասին եք խոսում, դուք 10 ընտրություն էլ հաղթեք, մեզ բոլորիս հաղթեք, միևնույնն է դուք պարտված երկրի ղեկավար եք։ Ձեր օրոք է եղել պարտությունը, ու դուք հավանաբար հենց դա է, որ չեք ներում, բայց ուզում եմ ասել, որ առանձին նախագահ Քոչարյանին, Լևոն Քոչարյանին, Աննա Գրիգորյանին, մյուսներին, Աղվան Վարդանյան, Լիլիթ Գալստյան, Մեսրոպ Մանուկյան, Արթուր Խաչատրյան, հարցը չի, մեզ բոլորիս կարող եք մեկուսացնել, դուք այդ լծակները ունեք, ամեն ինչ ձեր ձեռքում է, բայց մեզ ձայն է տվել 150,000 քաղաքացի, նույն գաղափարներով, նույն համոզմունքներով, ընդդիմությանը հավաքական առումով 550,000-ից ավել ձայն են տվել, էլի այդ նույն մտորումներով, նույն հայացքով մեր պետականության նկատմամբ։ Հետևաբար դուք չեք կարող 10 հոգու մեկուսացնել, մտածել, որ հարցը լուծված է, հարցը լուծված չէ։ Եվ այո, մենք ամեն բան անելու ենք, որպեսզի արդարությունը վերականգնվի,